Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, հունիսի 27-ն է, օրը շաբաթ, մենք կրկին հանդիպեցինք, ամբողջ շաբաթ սպասել ենք, աշխատել ենք եւ մեր էներգիան կուտակել ենք, որպեսզի հանդիպենք ձեզ հետ եւ ասենք բարի առավոտ։ Բարի լույս սիրելի մարդիկ, հատկապես բոլոր նրանց, ովքեր մշտապես մեր եթերները դիտում են, մեզ նամակներ են գրում, ջերմ խոսքեր են ասում եւ դրանից մենք ավելի ջերմացած եւ ավելի դրական էներգիայով այսօր կրկին ասում ենք բարև երկիր, բարև երկրի մարդիկ եւ իհարկե Ձյանը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին, ու միջոցով մեր բոլոր հանդիպումները կայանում էին։ Դա տուն դեպո խանութ սրահն է, ինչպես նաեւ Եվ իհարկե լորվա հրաշագեղ բնության գրկում գտնվող Dream Park հանգստյան գոտին։ Չմոռանամ հիշեցնել նաև այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքները, ինչպես նաև Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակները։ Անցնենք առաջ եւ տեսնենք, թե պատմության մեջ այսօրը ինչով է առանձնանում, ինչ տոներ կան, ինչպես նաև նորություններին ծանոթանանք եւ ասենք, որ 1985 թվականից ի վեր ամեն տարի հունիսի 27-ը նշվում է որպես ձկնորսության համաշխարհային օր։ Տոնը հիմնվել է ձկնորսության կարգավորման եւ զարգացման միջազգային համաժողովի ժամանակ, որը կայացել է 1984 թվականի հուլիսին Հռոմում։ Այդ օրն աշխարհի բազմաթիվ երկրներում տարաբնույթ մրցույթներ, ուսուցողական եւ ճանաչողական սեմինարներ են անցկացվում։ Ժամանակի ընթացքում մարդիկ ավելի ու ավելի են հասկանում, որ ձկնորսությունը հոգեվոր եւ ֆիզիկական ուժերն ամրապնդելու հիանալի միջոց է։ Այո, սիրում ես դու ձուկ։ Չէ, ձուկ այո, ձկնորսություն ոչ։ Դե ավելի լավ է մեկը լինի ձկնորս վստահելի բերի եւ ձուկը մենք վայելենք միայն։ Շարժվենք առաջ, Երևանի պետական համալսարանում հայտարարվել է հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս եւ գրականագետ Զապել Եսայանի արձանի էսքիզային առաջարկների բաց մրցույթ։ Արձանը նախատեսվում է տեղադրել ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի բակում։ Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն հետաքրքրված անհատները, խմբերը կամ կազմակերպությունները։ Ներկայացվող էսքիզային առաջարկը պետք է պարունակի արձանի նախագծային եւ կառուցման ընդհանուր արժեքի, կառուցման ժամանակացույցի, նյութի տեսակի, գույնի, չափերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ եւ իհարկե նկարներ։ Այո, մրցույթի գլխավոր մրցանակին արժանացած էսքիզային առաջարկը հիմք է ընդունվելու արձանի կառուցման համար, իսկ հեղինակի հետ կնքվելու է քաղաքացիաիրավական պայմանագիր։ Էսքիզային առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքային օրերին եւ ժամերին Երևանի պետական համալսարան։ Արձանի էսքիզային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 31-ը։ Մրցանակային ֆոնդի եւ այլ մանրամասների համար իհարկե հարկավոր է դիմել Երևանի պետական համալսարանին եւ ծանոթանալ բոլոր պայմաններին ավելի մանրամասն։ Այո։ Երևանի Ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է միջազգային մրցույթի ժյուրիի ամբողջական կազմը։ Ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուսները, ով ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է, որի ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում եւ Վենետիկում, արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար։ Ինձ թվում է Ոսկե ծիրանին ես ու դու այնքան ենք սպասում ամեն տարի, որ ոգևորված բոլոր լուրերը ասում ենք եւ ասենք նաեւ, որ աշխարհահռչակ օպերատոր Մահմուդ Քալարին կնախագահի Ոսկե ծիրան կինոփառատոնի տարածաշրջանային մրցույթի ժյուրին։ Ոսկե ծիրանի հյուրերի շարքում պարբերաբար հայտնվել են նոր իրանական կինոյի ռահվիրանները՝ Աբբաս Քիարոստամին, Մոհսեն Մախմալբաֆը, Զաֆար Ֆանահին եւ Ասղար Ֆարհադին։ Այժմ հանդիսատեսը կտեսնի այն մարդուն, որը տեսախցի կձեռքի նկարահանել է վարպետների ֆիլմերից շատերը։ Իհարկե խոսքը Մահմուդ Քալարիի մասին է։ Այո, 1980-ականներից ի վեր Քալարին 6 տասնյակից ավելի կինոնկարի ստեղծման է մասնակցել, իսկ նրա լուսանկարչական աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր կետերում։ Ֆարհադիի, Նադերի եւ Սիմինի ամուսնալուծությունը, Փանահինի Խաղից դուրսը, Դարյուշ Մեհրջուի Լեյլան, Քիարոստամիի Քամին մեզ կտանի, սրանք ընդամենը մի քանիսն են այն ֆիլմերից, որոնք Մահմուդ Քալարին իհարկե օգնել է, որպեսզի այս կյանքի կոչվեն։ Նրանք, ովքեր սիրում են իրանական ֆիլմը, հենց նրանով են ճանաչել։ Ինձ այդպես է թվում ամեն դեպքում։
Այո, հիշեցնենք, որ Երևանի Ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-ից 19։ Այո, քիչ է մնացել, արդեն մենք էլ ենք սպասում, որպեսզի վայելենք այդ հետաքրքիր ֆիլմերը եւ անցնելով առաջ, հաջորդ նորությունը Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների սիրահարների համար է, ինչու որովհետեւ Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյանի անվան ցուցասրահում հունիսի 26-ից մինչև օգոստոսի 27-ը կգործի Ճամփորդություն արվեստում Մինաս Ավետիսյան ցուցադրությունը։ Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհին արտացոլող տպավորիչ կոմպոզիցիաներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ եւ որմնանկարներ։ Նրա ստեղծագործություններն առանձնանում են գունային համարձակ հակադրություններով, որոնք փոխանցում են թե լուսավոր ու քնարական տրամադրություն, թե խոր հուզական եւ երբեմն ողբերգական շերտեր։ Այո, շատ հետաքրքիր է, որ նրա գույները շատ են սկսել օգտագործել հայ դիզայներները արդեն հագուստի մեջ, պայուսակների եւ իսկապես կարծես համ ազգայինն է, համ նորարարությունն է, շատ գեղեցիկ է։ Եվ շարունակելով տեղափոխվենք Ֆրանսիա, ինչու որովհետեւ Փարիզի արվարձաններից մեկում ոստիկանական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է Պաբլո Պիկասոյի ստեղծագործություններից մեկը։ Աշխատանքը հայտնաբերվել է արգելված նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հետաքննության ընթացքում կատարված խուզարկության ժամանակ, որից հետո հարուցվել է քրեական գործ գողության եւ գողացված գույքի վաճառքի հատկանիշներով։ Հայտնաբերված նկարում պատկերված է Մարի Թերեզ Վալտերը, որը նկարչի սիրուհին եւ մուսան էր 1927-ից 35 թվականներին։ Մասնագետները հաստատել են աշխատանքի իսկությունը եւ գնահատել այն 13-ից 16 միլիոն դոլար։ Հետաքննության տվյալներով կտավը պատկանել է սինգապուրցի ներդրողի եւ գողացվել Փարիզի արվեստի գործերի պահեստից։ Ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ աշխատել է պահեստում եւ հանել նկարը մտադրվելով ցույց տալ անվտանգության համակարգի խոցելիությունը։ Երբեք չեմ հասկանում, ինչպես կարելի է նման արվեստի գործեր պարզապես գողանալ։ Նրանց ճակատագիրը հետո ինչ է լինելու, որովհետեւ վաճառել դա որպես այդպեսին հնարավոր չէ, բայց նա շատ հետաքրքիր հնարամտություն է դրսևորել, ասելով, որ մտադրություն ունի ցույց տալ անվտանգության համակարգի խոցելիությունը, այսինքն գողությունը այլ նպատակ ուներ։ Հուսով եմ կարդարացվին, հա։ Մտածել է, որ մի օր իսկապես գողություն կլինի վաճառելու նպատակով, հիմա պետք է անվտանգությունը ավելի ամրացնել։ Ինչևէ, շարժվենք առաջ եւ այս պահին դիտենք տեսահոլովակ, որովհետեւ մեր հյուրերն արդեն սպասում են մեզ։ Քուսիլուցը դվադեմ, ես քուչի գարատուդեմ, ամբույրից կարոդեմ, ես քուչի գարատուդեմ, սերս հանգապատեմ, շուրջդ մինապատեմ, ուսիլուցը պայտեմ, ես քուչի գարատուդեմ։ Բոյով մարդ է, մերդ կոլոտ դարդ է, վայ ես ինչ եղբարդ է, ձերդ մամա ջան, նորմալ մարդ հոպարդ է, տները եղվարդ է, իրանց տնից կեզի հարս կտանիմ ազիշան, ուսիլուցը դվադեմ, ես քուչի գարատուդեմ, ամբույրից կարոդեմ, ես քուչի գարատուդեմ, սերս հանգապատեմ, շուրջդ մինապատեմ, ուսիլուցը պայտեմ, ես քուչի գարատուդեմ, լավաշով պաթատեմ, ես քուչի գարատուդեմ, ես ամբես լամարտեմ, ես քուչի գարատուդեմ, պատեշներ կքանդեմ, կսիրեմ, կխանդեմ, ցենտր տղամարտեմ, ես քուչի գարատուդեմ։ Մի հայասկով սպանեսկը, ոգիս տեղից անեսկը, գիտեմ դու իլ սիրեսկը, անձի պես ազիշան, քուսիլուցը դվադեմ, ես քուչի գարատուդեմ, ամբույրից կարոդեմ, ես քուչի գարատուդեմ, սերս հանգապատեմ, շուրջդ մինապատեմ, ուսիլուցը պայտեմ, ես քուչի գարատուդեմ, լավաշով պաթատեմ, ես քուչի գարատուդեմ, ես ամբես լամարտեմ, ես քուչի գարատուդեմ, պատեշներ կքանդեմ, կսիրեմ, կխանդեմ, ցենտր տղամարտեմ, ես քուչի գարատուդեմ։
դվադեմ ես քուչի գարը դուդեմ համբույրից կարոդեմ ես քուչի գարը դուդեմ սերս հանգապատեմ շուրջդ մինապատեմ ու սիրուցդ բայդեմ ես քուչի գարը դուդեմ լավաշով փաթաթեմ ես քուչի գարը դուդեմ ես ամբես լամարտեմ ես քուչի գարը դուդեմ պատեշներ կքանդեմ կսիրեմ կխանդեմ ցենտր տաղամարտեմ ես քուչի գարը Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, վերադարձանք եւ շարունակում ենք մեր եթերը, խոսելու ենք ազգային պարից, երաժշտությունից, որովհետեւ միշտ պետք է հիշել, որ մշակույթը մեր ազգապահպանության, մեր ինքնության ամենակարևոր երաշխիքներից մեկն է, հատկապես երբ այն կերտում են փոքրիկները։ Իսկ ինչու հենց այսօր որոշեցինք այս թեմայով խոսել, քանի որ մենք ազգային ավանդական պարի խմբի երեխաների խումբը հուլիսի 5-ին տիկնիկային թատրոնում հանդես է գալու մենահամերգով, որը կրելու է Մենքի մանկտիկ խորագիրը, եւ այդ առիթով ունենք շատ գեղեցիկ հյուրեր, պարուսույց Աշոտ Արաքելյան, բարև ձեզ, ինչպես նաեւ պարողներ Նարե Միքայելյան եւ Նարեկ Դալաքյան, բարի լույս ձեզ։ Ինչպես եք։ Բարի գալուս մեր տաղավարից։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Ինչպես է ձեզ շաբաթօրը սկսվել, համերգին արդեն պատրաստվում եք, գիտեմ, փորձեր կան այսօր նախատեսված ունեք փորձեր։ Այո, մեր հիմնական փորձերը շաբաթ եւ կիրակի օրերին են ու ակտիվ, այսպես ասած, ինտենսիվ փորձեր ենք անում, որպեսզի համերգին պատրաստ լինենք երաժիշտների հետ, մեր մյուս պատանի խմբերի հետ, այդպես պատրաստվում ենք մեր մենահամերգին։ Մենք 5 տարեկան է, ինչպես հասկացանք, եւ 5 տարեկանի առիթով էլ այս մենահամերգը նախաձեռնվել է։ Մի փոքր այս 5 տարիների ամփոփիչ, ներկայացրեք, ինչով եք զբաղվել, որքան աշակերտներ եք ունեցել։ Խումբը ստեղծվել է 2021 թվականին, ամենասկզբում, այսպես ասած, մի թաղամասի երեխաներ էին, բարեկամներ, ընկերներ, ընտանիքի, այսպես մոտ ընտանիքներ, ովքեր իրենց երեխաներին բերեցին մեզ մոտ, սկզբում խումբը եղել է մոտավորապես 13 հոգի, հետո աստիճանաբար աճել է ընդհանուր մինչև 40 ու այսպես տարեկան եւ գնացել են եւ եկել են ու այս 5 տարիների ընթացքում հասցրել ենք սովորել շուրջ 60 պլյուս պար եւ շարունակում ենք դեռ սովորել, նաեւ դրան զուգահեռ սովորել ենք ազգային խաղեր, ազգային երգեր եւ դրանք փորձում ենք տարածել համերգների տեսքով, բաց միջոցառումների տեսքով։ Գոհ եք երեխաների հաճախելիությունից, որովհետեւ գիտենք, որ այսօր շատ են եւ առհասարակ պարի խմբակները եւ ազգային ավանդական հայկական պարի խմբակները։ Ինչով եք դուք առանձնանում եւ հետո կուզենամ այդ հարցին նաեւ երեխաները պատասխանեն, թե ինչու եք հենց մենք խմբակ գալիս։ Տեսեք, մենք, այսպես ասած, ձևավորել ենք մենք ընտանիքը եւ մեզ խմբակ ասելը կարծում եմ այլևս բան չէ, հա, համահունչ չէ, խմբակ անունը մեզ շատ մենք ընտանիք, հա, մենք ընտանիք, հա, որտեղ երեխաները ավելի շատ իրենց ընկերական միջավայրում, իրենց բարուսույց աշակերտներ, այսպես ասած, հարաբերությունը շատ ավելի ընկերական եւ ընտանեկան են եւ դրանով մենք առանձնանում ենք մյուս պարի խմբակներից, քանի որ մենք բացի, հա, բուն պարի փորձերից անում ենք հանրային պարուսուցումներ, իրականացնում ենք տարբեր սոցիալական նախագծեր, դրանով հանդերձ արդեն իսկ տարբերվում ենք պարի խմբակից։ Երեխաներ դուք ինչ։ Նարեկ։ Քանի տարի է հաճախում եք նախ։ 3 տարի շուտով կլռանա, որ հաճախում եմ։ Մի ուրիշ է էլի այդ ճիշտ նշեցին հարաբերությունները, որ երեխա ուսուցիչ հարաբերությունը շատ ջերմ են, առանձնանում էլի դրանով համար դա է։ Նարե, քեզ համար։ Իմն 3 տարին կլռանա շուտով ինչ պարում եմ։ Իմ մենք հաճախելը սկսվեց նրանից, որ ես գնացի Մենքի ճամբար, ունդեղ ինձ շատ դուր եկավ հենց Մենքի հիմնադիրը, որպես պարուսույց ազգային պարերը, ու տենց սկսեցի հաճախել մենք։ Իսկ ասեք, ինձ հետաքրքիր է հատկապես որ պարաձևն է, որ ձեզ ավելի հեշտ է տրվում, ավելի սիրում եք, կան ինչ որ հենց կոնկրետ պարաձևեր, թե բոլորն էլ սիրում եք։ Բոլորն լավ են։ Բոլորն էլ սկզբից դա որ նոր էի սկսում հաճախել, մի քիչ ավելի շատ բարդ էր թվում։ Ավելի շատ ոնց որ սովորելու վրա են կենտրոնում, բայց հիմա երբ արդեն սկսել է ստացվել, զգում ես այդ բարից ուժը, այդ հաճույքը, կարելի է այդ ամեն ինչը արդեն մեջ։ Իսկ ձեզ համար արդեն մասնագիտություն է որոշել եք շարունակելու եք պարել։ Թե դեռ չգիտեք։ Ամեն ինչ դեռ արդյունքում է։ Իսկ ասեք, այո, ամսի 5-ի համերգին որքան համարներ, ինչ համարներ եք նախատեսել, ովքեր են ներառված, որ տարիքի երեխաները։
Տեսեք, մենք ունի տարբեր պատանիների, այսպես ասած, տարբեր տարիքային խմբերի պատանիներ, ովքեր տարբեր Երևանում, նաև նույնիսկ մարզերում պարում են ազգային պարեր եւ համերգին ներառված են լինելու նաեւ իրենց խմբերը։ Հիմնական, այսպես ասած, խորագիրը մեր Երևանի ավելի մեծ պատանեկան, այսպես ասած, խմբինն է, որից հետո մասնակցել են նաեւ մեր մյուս ճյուղ խմբերը, հիմնական տարիքային շեմը, այսպես 6-ից մինչև 13 տարբեր տարիքային խմբերի մեջ է, տատանվում այսպես։ Իսկ հատկապես բոլոր պարաձևերը ներառել եք, թե բաժանել եք։ Հիմնականում տարելու ենք ծիսական, աշխատանքային, ռազմապարեր, պաշտամունքային պարեր, այսպես պարերը տարբեր բնույթներ եւ տարբեր նշանակություններ ունեն, ուստի փորձել ենք այսպես ասած ծաղկակահ անել եւ յուրաքանչյուր տեսակ պարից որոշակի նմուշ ներկայացնել։ Աշոտ, իսկ ասեք, քանի որ դուք արդեն նշեցիք, որ պարերը նախ ունեն նախապատմություն եւ ձևավորման փուլ, դա եւս ասվում է, պատմվում է միջ պարը, թե միայն պարային համարներ են լինում։ Տեսեք, գործընթացը այսպես է, երբ որ մենք սկսում ենք նոր պար սովորել, ամենասկզբում ներկայացվում է պարի պատմությունը, հա, թե ովքեր էին պարում, ինչ ժամանակներում էին պարում, հա, որտեղի պարա, հարսանիքների ժամանակ էին պարում, թե ինչ որոշակի այլ ծիսական նշանակություն ունեցող պարա, այսպես ասած պատմությունը փոխանցվում է երեխաներին, որից հետո նոր անցնում ենք շարժումների հանդիսատեսին, այդ հանդիսատեսին, այո, ունեցել ենք նաև համերգներ, որտեղ որ հանդիսատեսին ներկայացրել ենք սկզբում պարի նշանակությունը եւ էությունը, այնուհետեւ պարը։ Սովորաբար այդպես ենք անում, այս անգամ ունենալու ենք մի քիչ տարբերվող ֆորմատ, դա թող անակնկալ լինի հանդիսատեսի համար, որովհետեւ տեղում, այսպես ասած, իրենք վայելեն մենահամերգը։ Նարե եւ Նարեկ, հետաքրքիր է, որ պարերն են ձեր ամենասիրելիները։ Որ պատրաստ եք միշտ պարել։ Իմ ամենասիրելի պարերից իշխանած պարն է։ Պարը իր մեջ կրում է ոչ իշխանական բնույթը ու այդ պարելուց դու զգում ես, որ Իշխանուհի ես քեզ զգում։ կարելի է ասել ասել։ Իսկ Նարեկը Ես տենց բոլոր պարերն արդեն շատ եմ սիրում, բայց իմ համար Յարխուշտան ռազմապարը յուրահատուկ է արդեն դա պարելուց զգում ես այդ ուժը յուրահատուկ պար է իմ համար ցանկացած պայի ցանկացած տեղ ես կպարեմ այդ պարը շատ է դուրս գալիս։ Ես էլ եմ սիրում, չնայած տղամարդկանց պարը որպես այդպեսին համարվում, բայց վերջին տարիներին նկատում ենք, որ աղջիկներն էլ են սկսել սովորել հատկապես Յարխուշտա այդ նշելով այդ ուժը, որը փոխանցում է պարը։ Նաև ինձ հետաքրքիր է, քանի որ նկատեցինք տարազները իսկական հայկական են, ինչի մասին արդեն խոսեցինք, կասեք հենց սկզբից շեշտադրումը դրել եք, որ իսկական հայկական մշակույթը ներկայացվի եւ ինչպես եք եկել սրան, որ հենց մաքուր հայկականն է, այլ ոչ Տեսեք, ցավոք սրտի մեր մշակույթը տարիների ընթացքում բազմաթիվ, այսպես ասած, աղավաղումների միջով անցել ու մենք հստակ մեծ խնդիր ունենք անաղարտ ձևով պահել մեր պապերից եւ տատերից, այսպես ասած, ավանդված պարերը, հա, երբ որ ավանդական պարերի մեջ ավելացնում են շարժումներ, չգիտեմ, տարբեր այլ ատրիբուտներ են ավելացնում, դա այլ չի համարվում ավանդական, որովհետև իր այսպես ասած բնական իրենց սկզբնական վիճակից դա շեղվում է, ուստի այստեղ նաև անդրադարձել ենք տարազների մասով եւ փորձել ենք պահպանել այդ ավանդական յուրաքանչյուր տարածաշրջանի բնորոշ տարազների, այսպես ասած, էսքիզները, այսպես շատ ենք աշխատել մեր գործընկերների հետ եւ մեր հիմնական, հա, բոլոր խմբերի տարազները փորձել ենք պահել տվյալ տարածաշրջանի պայմաններին համապատասխան։ Եվ Աշոտ, պարի խումբը տարիքային քանի խումբ ունի, եթե լինեն ցանկացողներ, ովքեր կուզենան դիմել։ Պարի խումբը ունի 6 տարեկանից մինչև 65 տարեկան, այսպես ասած, տարբեր պարի խմբեր, հա, խմբեր ունենք միայն երեխաների համար, որտեղ հստակ գալիս են օրինակ 6-ից մինչև 10 տարեկան երեխաները, ունենք 8-ից մինչև 13, հա, 18 եւ բարձր ու այդպես տարբեր տարիքային խմբեր ունենք, լինում է որ օրինակ խառնել ենք, հա, տարբեր տարիքային խմբերը իրար այդպես ենք շարունակում անցկացնել փորձերը ու ունենք դրական արդյունք։ Իսկ ասեք բոլոր այն մարդիկ, ովքեր սիրողական են ուզում միանալ ձեր խմբին, նրանք եւս մասնակից են դառնում այդ իսկական խաղերի, ուսուցումների, թե միայն պարի հատվածով կարող են միանալ։ Այո, միանշանակ կարող են միանալ բոլոր հատվածներով։ Մենք սկզբնական շրջանում պարերին զուգահեռ նաև անցկացնում ենք պարախոսություններ, նաև անցկացնում ենք, այսպես ասած, ծիսական որոշակի գործընթացներ, օրինակ, չգիտեմ, ծառի զարդարումը ամանորին, նմանատիպ այլ ծիսական գործընթացներ եւ իրենք անուղղակի կերպով արդեն մասնակից են դառնում դրա եւ նույնիսկ սիրողական պարողները որոշ ժամանակ հետո մեզ հետ բեմ են բարձրանում եւ դառնում են մեզնից մեկը բեմի վրա։
Շնորհակալություն, ձեզ մաղթում ենք հուլիսի 5-ին լավ համերգ, որպեսզի այդ տրամադրությունը դրական եւ հայկական եւ ազգային փոխանցվի հանդիսատեսին։ Առիթից օգտվելով կցանկանամ ձեզ հրավիրել Շնորհակալություն։ մեր մենահամերգին։ Շատ ուրախ եմ։ Կարող եք դիմել այդտեղ, մենք կվերցնենք։ Շատ շնորհակալություն։ Եվ շատ գեղեցիկ հրավիրատոմս։ Շատ աչուկներով։ Սպասենք։ Սիրո։ Ձեզ էլ հաջողություն։ Ապագա մեծ պարողներ վստահ եմ։ Նարե եւ Նարեկ։ Սիրելի հեռուստադիտողներ, զրուցում էինք Պարոսույց Աշոտ Առաքելյանի, պարողներ Նարե Միքայելյանի եւ Նարեկ Դալաքյանի հետ։ Նրանք ներկայացնում էին Մենք ազգային ավանդական բարի խումբը, Որի համերգը կլինի հուլիսի 5-ին, ինչպես արդեն ասեցինք, Տիկնիկային թատրոնում կարող եք հետաքրքրվել, գնալ եւ ազգայինի մի մասնիկը դառնալ դուք եւս։ Կհանդիպենք քիչ անց։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտող, մեր եթերը շարունակվում է եւ ինչպես մենք սիրում ենք ասել, ժամանակն է տեղափոխվելու նաեւ կինոյի աշխարհ, ինչու որովհետեւ հունիսի 25-ից 29-ը Երևանում եւ Գյումրիում անցկացվում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը։ Բացման մեկնարկը տրվել է հունիսի 25-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում իրանցի ռեժիսոր Սեյեդ Ալի Ղասեմի Մշուշը վերացել է ֆիլմով։ Մեր այս փառատոնը ունի ավանդույթ, որ բացի Երևանից նաեւ մարզերում են միջոցառումներ իրականացվում։ Այս տարի Շիրակի մարզն է այդ մարզը։ Եվ կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի մասին իհարկե զրուցելու ենք միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Բարի գալուս կրկին մեր տաղավար։ Ինչպե՞ս եք։ Լավ, շատ ուրախ եմ, շնորհակալություն լավերի համար։ Ձեզ ենք շնորհակալ։ Որ այս փառատոնի լարված օրերին կարողացաք ժամանակացիք, այո։ Նախորդ անգամ էլ հանդիպեցինք, ես հիշում եմ շատ գեղեցիկ եւ բովանդակալից զրույց ունեցանք։ Խոսեցինք անպայման կարճամետրաժ ֆիլմերի բարձրությունից, կարևորությունից, խնդրում եմ նաև պատմեք, թե այս տարի ինչ երկրներ են ներկայացված, քանի հայտ կա եւ առհասարակ ինչպես ընթացավ եւ բացումը եւ այս ընթացիկ աշխատանքները։ Շատ լավ է, որ մենք ցենց տարբեր ժամանակներ հանդիպում ենք ու փառք Աստծո, այդ տարբեր ժամանակներում կարող ենք ուրախանալ նրա համար, որ մեր կինոն թե տեղական կինոն սկսում է ավելի որակապես կարճամետրաժ ֆիլմերը լավանալ եւ ավելի շատ հայտեր ենք ստանում հայկական երիտասարդ կինոռեժիսորներից շատ ուրախալի է, որ տարի ավելանում եւ ավելանում է։ Նույնպես ավելանում է աշխարհագրությունը։ Այս տարի առաջի անգամ մեր մոտ եղել է 95 երկրից հայտեր։ Ես մտածում եմ միշտ, որ ես գիտեմ բոլոր պետությունների մասին, բայց պարզվեց, որ շատ պետություններ կա, որ անգամ ես չեմ լսել, այսինքն փոքր կղզի պետություններ, ինչ որ երկրից։ Բայց իրենք լսել եւ գալիս են։ Այո, իհարկե, ուղարկել են հայտեր։ Չէ, անպայման չի գան, սկզբից ուղարկում են, մենք հետո ընտրում ենք այդ մեծ քանակասինք 1000-ից եւ ավել ֆիլմեր են ուղարկում, այդ 1000-ից ավել ֆիլմերը մենք նայում ենք, դիտում ենք, քննարկում ենք, ընտրում ենք այդ ընտրանին, որից հետո արդեն կազմում ենք short list եւ ներկայացնում ենք հանդիսատեսին եւ ժյուրիի դատին եւ միջազգային եւ տեղական կինոգործիչները, ժյուրի անդամները արդեն դիտելով, քննարկելով կազմում են իրենց կարծիքը այդ արդեն ընտրված ֆիլմերի մասին։ Ինձ միշտ հետաքրքրել է հատկապես ֆիլմերի դեպքում ժյուրիները համակարծիք հաճախ են լինում թե ոչ, որովհետև ամեն ժյուրի ամեն դեպքում նաև անհատականություններ, բացի արվեստագետ լինելուց, եւ երբ բոլոր ֆիլմերը նայում են, նրանց կարծիքների բախումները ինչպես է կառավարվում։ Ես էլ միշտ մտածում եմ ուրիշ փառատոների, ասենք, մասին, թե ինչպես են այս կամ այն որոշումը կայացրել, ինչու է այս ֆիլմը, որը այդքան ուժեղ չէր իմ կարծիքով գնա, բայց տարիներ արդեն անց, երբ ունենք մենք ինքներս սեփական մեր փառատոնը եւ անդադ այդ տեսնում ենք թե ինչպես են ընտրում ժյուրիները, երկու կոմպոնենտ կա ժյուրի, որը կարողանում է հավանել ինչ-որ ֆիլմ եւ կարողանում է բացատրել եւ համոզել մնացած իր գոլեգաներին, որ դա իրոք վերելով արգումենտներ արժանի եւ այլ, բայց շատ ժամանակ կան, երբ բոլորն են ուժեղ ավելի եւ մենք եթե չեմ սամ 7-րդ փառատոններ, երբ մինչև լույս ժյուրին նստել էր, այսինքն իրենք պետքա
ես մոտացի գիշերվա ժամը 1-ին արդեն պատասխան տային, բայց մինչև առավոտ իրենք չեն կարողանում գտնել այդ ֆիլմը, այն կոնսենսուսի գային, որպեսզի լավագույն ֆիլմերը համաձայնվեին, բայց սովորաբար այդքան բարդ չի, մի անգամ է շատ բարդ եղել, ու կախված է շատ, եթե շատ միանշանակ ուժեղ ֆիլմ է, եւ բոլորը այդպիսի դեպք նույնպես եղել է, հա, որ համ հանդիսատեսն է հիացած, համ մենք ենք հիացած, համ ժյուրին է, ինքը լիդեր է այդ ֆիլմը, ու այդ ֆիլմը մի անգամից ստանում է ու այդքան դժվար չի։ Բայց կարող է ուժեղ ֆիլմ է, արդեն 3-րդ տարին է, որ մեր փառատոնը ստացել է Freeway հարթակում ոսկե նշան, որը կոչվում է, որ մենք մտել ենք 10-նյակ լավագույն կինոփառատոնների շարքը։ Առհասարակ կինոփառատոնների Այո, աշխարհի 10 լավագույն կինոփառատոնների շարք ենք մտել եւ մեզ սկսել են ուղարկել հայտեր Կանի կինոփառատոնի հաղթած ֆիլմերը, Բերլինի A կլասի լավագույն ֆիլմերը եւ որակի բարձրացումից եւ ժյուրին սկսում է դժվարանալ արդեն շատ ավելի ուժեղ ֆիլմերը իրար հետ համեմատելու ու Պարոն Բաղդասարյան, կարճամետրաժ ֆիլմերը ինչ չափանիշներով են գնահատվում լիամետրաժ ֆիլմերի պարագայում, գիտենք թե այնտեղ ինչ կրիտերիաներ կան, հետաքրքիր է կարճամետրաժը լինելով ավելի բարդ ժանր, ինչի վրա է ուշադրությունը ամենաշատը դրվում։ Չկա այտենց բացի իրանց քրոնոմետրաժից, հա, չափից կարճ, այսինքն մեր մոտ մինչև 30 րոպե է, լիամետրաժ ֆիլմը 60 եւ ավել, չկա, այսինքն գեղարվեստական արժեքների թե առաջի եւ թե երկրորդ դեպքում գեղարվեստական արժեքներն են գնահատվում, դերասանական խաղը, վիզուալ էֆեկտները, ամբողջ պատմությունը, թե ինչպես է պատմվել սցենարը, ինչպես բոլոր ֆիլմերը, քանի որ մեր մոտ խաղարկային ֆիլմերն հիմնականում, դրա հետ կապված այդ նույն կրիտերիաներն են մեր մոտ, այսինքն թե ինչ ֆիլմ է, ինչքան տեխնիկական որակը, թե ռուսական Ինչ թեմաներն են գերակշռել այս տարի, նկատել եք հստակ նմանություն։ Որպես հավելում ասեմ, որ ամեն տարի սովորաբար գուցե մտածված չի արվում, բայց կարծես փառատոնը ինչ-որ մի ընդհանուր ասելիքի գիծ է ունենում, որը արտահայտվում է աշխարհակահաղական վիճակից նայել։ Այս տարի ինչ եք նկատում, ինչն է առանձնացված։ Այդ լավ հարց տվեցիք, ասեմ, իրականում լիամետրաժ ֆիլմերի A կլասի փառատոնում Կանում կամ Վենետիկում օրինակ այս տարի շատ քաղաքական ֆիլմեր կային, որոնք վեճի արդյունք տարան, ինչից հետո օրինակ Վենետիկում հաղթեց ոչ այն ֆիլմը, որը ավելի շատ բալ էր ստացել, եւ իսկ մեր դեպքում հասանք նրան, որ ինքներս հայտնաբերեցիք, թե ինչը տարբերվում, երբ չկա այդպես քաղաքական։ Հիմնականում քանի որ երևի մտածում են հեղինակները, որ կարճամետրաժ ֆիլմի աուդիտորիան, այսինքն դիտողները ավելի քիչ են եւ իրենց ասելիքը քաղաքական այդ ինչ-որ լոզունգներում ավելի քիչ տեղյասեն, ավելի երևի ընտանեկան Ներմարտկային ընդհանուր համամարտկային թեմաներ են, չկա ասենց ինչ-որ ուղղվածություն, որ ինչ-որ քաղաքական կողմ կարող է լինել, ասեմ միայն, որ ես ուշադրություն եմ դարձրել, որ տարեցտարի կա ինչ-որ ծնողների, այսինքն մոր ու երեխայի կոնֆլիկտի հետ կապված, կամ սիրո, տղամարդ կնոջ, ասենք բաժանման հետ կապված, ինչ-որ սենց ալիքներ կան, որ տոկոսային առումով շատ ու քիչ է, բայց հիմնականում ամենահետաքրքիրն է եւ երբ նայում ես 1000 ֆիլմ 95 երկրից, հասկանում ես, որ մարդիկ բոլոր տեղերում նույնն են, ոչ մի տարբերություն չկա, թե Հայաստանում, թե չգիտեմ, Ինդոնեզիայում կամ ինչ-որ մի ուրիշ երկրում նույն խնդիրներն են, նույն խնդիրներն են, որոնները տարբեր։ Հա, շատ նման են, իհարկե կան ինչ-որ ֆիլմեր, որոնք պատմեն իրենց երկրի առասպելների մասին, ասենք ինքնության մասին, ինչ-որ լեգենդների, ինչ-որ տարբերություն կամ մթնոլորտային ինչ-որ մշակութային տարբերություն այդ ժամանակը զգում ես, բայց սովորական ժամանակակից պատմությունների մեջ հիմնականում այդ գլոբալիզացիան ընդհանրապես ամեն տեղ է եւ այդ ամենը չկա։
Պարոն Բաղդասարյան, հետաքրքիր է նաև հայ հանդիսատեսը հատկապես որ երկրի գուցե կամ որ տարածաշրջանի ֆիլմերն են իրեն ավելի հոգեհարազատ բացի հայկականից համարում, որովհետև վերջին տարիներին նկատում ենք թե ձեր փառատոնի, թե մյուս փառատոնների միջոցով, որ իրանական ֆիլմը Հայաստանում կարծես նոր շունչ է, իրանական ֆիլմի մասին խոսույթները եւ ֆիլմերը ավելի տարածվում են։ Ձեր դեպքում նկատելի է ինչ-որ տարբերություն։ Դե հա, իրականում իրանական որ պատկերացնեք Ռուսաստանի, Ֆրանսիայի նման մեծ գերպետություններից, Ամերիկայից, Ամերիկայից քիչ է գալի, հիմնականում ամենաշատ հայտերը գալիս են Ֆրանսիայից եւ Ռուսաստանից։ Նրանք ուղարկում են, ասենք օրինակ Ռուսաստանից կարող է գալ 50-60 ֆիլմ, չգիտեմ, Ֆրանսիայից 40, 30, 70 ինչ-որ մի ժամանակ, բայց Պարսկաստանից գալիս է 200 ֆիլմ, 150 ֆիլմ, այնքան շատ է գալիս ու այդ շատի մեջ կան եւ անորակ եւ կա, ասենք, շատ պինդ մի 10 ֆիլմ, որը շատ հզոր է եւ ուժեղ է, այդ մենակ մեր փառատոնի դեպքում չի, ամբողջ աշխարհի իրանք էքսպանսիա են անում, իրանք մոտ կինոն շատ հետաքրքիր զարգացում ունի, իրանք կարողանում են իմ կարծիքն է, սուբյեկտիվ կարծիքա, որ այդ արտաքին աշխարհը փակ է, իրանք սկսում են իրանք ներքին իրենց անդրադառնալ եւ այդ ավելի հետաքրքիր է աշխարհի համար, քան այդ գլոբալիզմը, որ մեր մեջ կա, ես իմ ուսանողներին եմ միշտ ասում, որ պետք չէ այդպես դուրս գալ փորձել ինչ-որ հոլիվուդյան կամ պատմություններ, մեծ պատմել, ավելի լավ պատմեք ձեր նեղ, ձեր տան, ձեր ընտանիքի, ձեր հարևանի կամ ձեր մասին, ինչ ուզեր ունեք, ինչի մասին եք մտածում, այդ ավելի ճիշտ է ու ավելի հզոր կարող է լինել, քան այն թեմաները, շատերը մանիպուլատիվ թեմաներ են ընտրում, ինչ-որ սեռական փոքրամասնությունների մասին չհավատալով դրան, կանանց իրավունքների, նրանք Պարսկաստանում կա այդ մանիպուլյացիան, իրանք մտածելով, որ փառատոնները ընդունում են կանանց իրավունքների ոտնահարման թեմաներ, ուղարկում են ու դու նայելով հասկանում ես, որ այդ ռեժիսորին չի հետաքրքրում ընդհանրապես այդ կանանց իրավունքները, այդ թեման մանիպուլատիվ, այսինքն արդար չէ, ֆիլմը երևում է միանգամից։ Իհարկե կան ֆիլմեր, որոնք իրոք զգում ես արդեն, որ մարդու այդ խնդիրը իրան շատ բախվել է։ Այո, ապրված ֆիլմերը ապրելով նայվում է, ուղիղ երևում է, ու այդ էլ է շատ միամտություն ասեմ, չգիտեմ ինչ, որ մտածում են, որ մարդիկ չեն կարող հասկանալ, կամ այդ թեման կարող է մեր համար ասենք, բա, ես ինչա կանանց իրավունքներ, բայց այդ չի էլ կա։ Իսկ հայ երիտասարդներին ինչ թեմաներ են հուզում, ասացիք քանակապես ավելացել են, նաև որակն է հետաքրքիր։ Նայեք, որակը մեր մոտ ավելացել է կինոյի որակը, այսինքն կինոն արդեն դարձել է կինո, որովհետև իրոք այդ խնդիրը ունենք։ 9 տարի առաջ ես անդադ կրկնում եմ, իմ համար էլ է շատ ոգևորիչ, որովհետև միանշանակ ես կարող եմ ասել հպարտ, որ մեր գործոնը դրա մեջ կա, մեր փառատոնի գործոնը, որովհետև մենք մեր երիտասարդ ռեժիսորներին, երբ որ թույլ ֆիլմեր են, մենք հատուկ իրենց ընտրում ենք, բերում ենք, այսինքն մենք չենք նայում, որ այդ ռեժիսորը լավ ֆիլմ է ուղարկել կամ վատ, մենք հասկանում ենք ով է կանգնած հետևում, ինչքան հետաքրքրված է կինոմատոգրաֆիան, ինչ մարդ է, որ ենք տալիս հնարավորություն, ես տանում ենք մարզ, ինքը միջազգային այդ ռեժիսորների հետ նայում են լավագույն ֆիլմերը, տարբեր ակրած փառատոների հաղթած, ու մյուս տարի նույն մարդու մոտ մենք արդեն ես, քանի որ ընտրում եմ այս ռեժիսորին, հասկանում եմ, որ ինքը նայելով, հասկանալով, որ ֆիլմը ընտրեցին, քննարկումների ժամանակ ինչ տեսաններից հիացան այդ քննարկման հյուրերը կամ ժյուրին, սկսում են իրենք էլ փորձել այդ անել, այդ ուղղությամբ ձգտել եւ սկսում են հաջողությունից հետո որակային առումով հիմա մեր հայկական ֆիլմերը ոչ մի կերպ չեն զիջում ոչ մի միջազգային ֆիլմերի, թե արտադրական, թե որակային, թե դերասանական խաղ, թե ռեժիսորայի մասնագիտական առումով։ Իհարկե կուզենք, որ ավելի ուժեղ լինեն, ավելի խորը կարողանան պատմել պատմությունները, հետ էլ կգա, ինձ թվում է, պետք է անցնենք այդ ճանապարհը։ Մեր մոտ երբ բնորոշ է մեր ազգին, մենք ավելի շատ գլոբալ ենք, մենք սիրում ենք այդ թեմաները, դրսի մեծ թեմաները վերցնել, փորձել դրա մասին խոսել, բայց երբ երևի գանք կամ չգիտեմ, հասնենք նրան, Փարաջանը ինձ թվում է, երբ
սենց ինչ որ բաներ անը, չնայած ինքը ինքն տաղանդավոր էր ինչ էլ։ Ամեն շելաներ կա։ Արաջանովն օրինակ չբերեք։ Շատ լավ։ Իսկ ասեք, սովորաբար մեր ազգը ես իմ կարծիքով չի սիրում իր նեղ ընտանիքի խնդրը խոսել, որովհետև քննադատությունը անձնավորված է լինում։ Եթե հանդիսատեսը մի փոքր ավելի գրագետ ու ոչ անձնավորված քննադատություններ անի, մարդիկ պատրաստ կլինեն այդ ժամանակ, ես թվում է նաև իրենց նեղ անձնական ու լուրջ ընտանեկան խնդիրները նկարել ու նկարել գեղեցիկ։ Գուցե իմ կարծիքն է։ Մեր մոտ չկա այդպես բան անձնավորված է, այդ չի արգելվում, պրոստո մեր երբ քննարկումների ժամանակ անգամ փորձի անձնավորել, որովհետև այդ սխալ է։ Համել չես կարող անձնավորես, ինչ իմանաս, այդ իր մասին է, թե ինքը հորինել է, թե ինքը ասենք լալիտա գիրքը կարդացել է, դրանից ոգեշնչված ինչ որ բան է գրել, կամ ինչ որ ֆիլմեր է նայել, դրանցից այդ թեմաներից ոգեշնչված ինչ որ սցենար է գրել կամ ինչ որ գործ է վերցրել եւ վիզուալիզացրել է, այդ չկա այդ խնդիրը, ինձ թվում է մեր մոտ նկատի ունեմ չկա, ընդհանուր երևի կարող լինի։ Հասարակության։ Բայց կրթության խնդիր ունենք, մենք լուրջ կրթական կրթության խնդիր ունենք, ինձ թվում է ոչ թե միայն կինոկրթության, այլ ընդհանրապես կրթության ավելի շատ եթե մարդը ուզում է ստեղծագործական մասնակցություն ունենա, պետք է ավելի շատ իմանա, ավելի շատ կարդագրքեր, տեսնի ներկայացումներ, պատկերասրահ գնա, ավելի շատ հավաքի իր մեջ, ավելի շատ հավաքի իր մեջ այդ արվեստը, որպեսզի կարողանա դրա շնորհիվ ինքը իր սեփական ասելիք ունենա։ Պարոն Բաղդասարյան, 2 օր է մեկնարկել է, դեռևս 3 օր կա, այսօր վաղը եւ ամսի 29-ին արդեն փակում է։ Այս տարի նկատում եք երիտասարդների ներգրավվածությունը որպես հանդիսատես, այո թե ոչ, եւ կասեք սովորաբար սա ինչպիսի հարթակ է նոր մարդկանց համար, երբ գալիս են ֆիլմի դիտման, արդյոք հետո կարող են մոտենալ ռեժիսորներին, փորձի փոխանակման, քննարկումների համար։ Այո, իհարկե, նայեք, ես շատ ուրախությամբ եմ նորից կրկնում եմ, որ արդեն ավանդույթներ ունենք մեր փառատոնի շուրջը ձևավորված է ինքնաբուխ ձևավորված ավանդույթներ, օրինակ, երբ մենք գնում ենք մարզեր, երիտասարդներ կան, կինոսերներ, ապագա կինորեսներ, որոնք իրենք գումար են հավաքում, վարձում են մեկ ավտոբուս, վարձում են հյուրանոցներ, գալիս են մարզ մեր հետ, այսինքն 40-50 մարդ միշտ կա մեր այդ բարեշիկները, որ ասենք, միշտ գալիս են, անպայման դիտում են, անպայման քննարկում են, մյուս տարի փորձում են իրենք էլ մասնակցել, իրենց թիմից ինչ-որ մեկին բերել, այդ շատ լավ ավանդույթ է։ Հիմա անգամ մարզերում կան այդ փոքր մեր երիտասարդներ, որ արդեն սպասում են, որ գնում են այդպես ֆանարկումներ։ Հա, շատ հետաքրքիր, առանց մեզ կազմակերպան, այսինքն մենք լավ բան ենք արել եւ դրա շուրջ համախմբվել են շատ երիտասարդներ։ Երևանում այս տարի իմ կարծիքով, այս որ ես կողքից նայում եմ, թե այն հայտարարությունները, այն կիսվել է Instagram-ներում, Facebook-ում երիտասարդների այդ ոգևորությունները, այն որ ինձ գրում են, ուզում են գանք, խնդրում ենք հրավիրատոմս ուղարկեք SSS ու այդ մասնակցությունը այս տարի շատ ավելի կրկնակի երակի ավելի ասես ծավալուն ու մեծ է։ Ինչը ողջունելի է, դեռևս 3 օր կա եւ հատկապես երիտասարդները կարող են նաև գնալ, այնտեղ մասնագետներ կան, ում կարծիքը եւ խոսքը լսելը մեկ անգամ հնարավորություն է ամբողջ կյանքի հետագա ուղղությունը փոխելու համար, գնացեք, դարձեք մասնիկը, սիրելի հեռուստադիտողներ, եւ հիշեցնենք, որ զրուցում էինք Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանի հետ։ Շնորհակալություն։ Իսկ մենք կհանդիպենք քիչ անց։ Ամեն ժամ, ամեն օր, սիրտս լի է սիրով, իմանաս թե ոնց եմ մոլոր։ Ամեն ժամ, ամեն օր, սիրար օթերով, են ինչ զգում եմ քիչ է խոսքերով, թե մի օր
Թե սիրիր չափավոր անհնար է սիրտս է անզոր աչքերը լուսավոր ինձ գտան հույս մի նոր որ չես տա ինձ արևոր թե մի օր թե մի օր թե մի օր ու թե մի օր Բարի լույս ելի հեռուստադիտող, այսօր հագեցած է մեր եթերը հյուրերով եւ հիմա էլ հետաքրքիր եւ արվեստաշատ ու արվեստասեր հյուրերով եւ իհարկե խոսելու ենք նաեւ այն մասին, որ Փյունիկ զարգացման կենտրոնում հուլիսի 11-ին ժամը երեկոյան 7-ին կբացվի Արփի Չոբանյանի անհատական Սիրո պարը խորագրով ցուցահանդես վաճառքը։ Սիրո պարը, որը հանդիսատեսին հրավիրում է ճանապարհորդության դեպի մարդկային զգացմունքների եւ ներաշխարհի խորքերը, այն մարդու հուզական կյանքի ինքնաճանաչման եւ ներքին ազատության մասին պատմություն է լինելու։ Ողջույն Արփի։ Բարև ձեզ։ Բարի լույս, սիրելի Արփի, կրկին բարի գալուս մեր տաղավար։ Ես հիշում եմ, երբ նախորդ անգամ մեկ ուրիշ նկարչու հետ եկել եք, ես այդ հարցը տվեցի, թե ձեր ցուցահանդեսը երբ պիտի լինի, երբ հասկացա, որ դուք եք նկարում, շուշացրեցիք փաստորեն։ Այո, փորձեցի շուշացնել։ Ցուցահանդեսս լինելու է շուտով եւ ինչքան որ տարօրինակ է, ես փոքրուց նկարել եմ, բայց երբեք անհատական ցուցահանդես ռիսկ չեմ անել։ Ու մի պահ եկավ, երբ ես մի քիչ հեռացել էի հենց բուն նկարչությունից, զբաղվում էի կինո արվեստով ու տարբեր ուղղություններով, սկզբից նորաձևությունից էի սկսել ու որպես կոստյումեր էի մասնակցում տարբեր պրոյեկտների, հետո որսի ինքս իմ ֆիլմեր անել, ու տենց մի քիչ հեռացել էի գեղանկարչությունից, ու մի պահ եկավ, որ մարդիկ ինձ էլ չէին ճանաչում որպես նկարիչ, ու իմ համար դա վախի նման ինչ-որ զգացողություն էր, որում ասում էի, որ ես ցուցահանդեսի եմ մասնակցում, ասում էին, վայ, մենք չգիտեինք, որ դու նկարում ես, ու ասեցի, լավ, պետք է մարդկանց առաջ անկեղծ լինել եւ ինքս իմ առաջ անկեղծ լինել ու վերադառնալ իմ ակունքներին, այսպես ասած, այն ամենին, ինչից որ իմ ստեղծագործությունը սկսել է եւ որին դավաճանել իրավասու չեմ։ Մոտենց հիմա կտեսնենք արդեն այն շարքը, որ ես փորձել եմ հնարավորինս անկեղծ լինել ինքս իմ առաջ եւ անել մի թեմայով, որը երևի բոլորիս համար ամենազգայական եւ շատ
անձնական թեմա է, սերը։ Եվ չլինելով իհարկե սիրահարված, ես փորձել եմ նկարել ոչ թե միայն փոխհարաբերությունները տղայի եւ կնոջ, որը իհարկե արկա է ցուցահանդեսի մեջ, այլ նաեւ այն բոլոր զգացմունքների, որը մենք ապրում ենք սիրելով, սիրահարված լինելով կամ ուղղակի ապրելով մեր կյանքի ընթացքում։ Իսկ ստեղծագործել ներողություն Արմին, ուղղակի շարունակեմ, ստեղծագործել առանց սիրելու հնարավոր է, Արփի։ Ես բռնեցի այդ միտքը։ Իհարկե, ոչ, դրա համար եմ ասում, պարտադիր չի դու հենց հակառակ սերին սիրահարված լինելով նկարես, ցանկացած տեսակի սիրո զգացողություն քո մեջ կարող է դա էր Արփի, ես տամ որպեսի ամբողջական պատասխանը հնչի։ Արփի հետաքրքիր է սիրո բառը, բայց ինչ սիրո մանավանդ շեշտեցինք, որ ոչ միայն տղամարդկին, այլ ընդհանրապես սիրո, այսինքն մոր հանդեպ, հայրենիքի հանդեպ, ինքդ քո հանդեպ սերն էլ տեղ գտել է այս աշխատանքների մեջ։ Այո, իրական հենց բուն բանը, որը դարերով եւ հազարամյակներով մեզ շրջապատում է սերը իմ թեմայի մեջ, ակունքը գալիս է նրանից, որ ես իրականում ուզում եի ներկայացնել հենց սիրո բառ հենց այնպիսին, ինչպիսին մենք տեսնում ենք, այսինքն զույգի բառ վերապրելով բոլոր այն էտապները, ինչ որ մենք սիրահարված կամ սիրելու ժամանակ ունենում ենք, եւ այդ շարքը իրականում ես սկսել էի 2022 թվականին, որը իրենց ներկայացնում էր կարմիրը սևի վրա շարք բառային, որը հետագայում ես հասկացա, որ շատ ծանր կլինի հանդիսատեսի համար միայն այդ կարմիր ու սև տեսնելը, ու խառնեցի ուրիշ գույներ, կապույտ, դեղին, ցած վառ գույների միջոցով, արդեն նաև շեղվելով բուն այդ տղամարդ եւ կին թեմայից, ներկայացնելով սերը իր բոլոր երանգներով, բոլոր կողմերով։ Ինչքանով որ հաջողել եմ այս ընթացքում ներկայացնել, արդեն կտեսնեք ցուցահանդեսի ընթացքում, իսկ անկեղծությունը իրապես եղել է ամբողջ ընթացքում։ Արփի հետաքրքիր է, երբ դուք համադրում եք այլ մարդկանց նկարիչների աշխատանքները, վերաբերմունքը կարծես թե հենց աշխատանք է։ Իսկ երբ կա արդեն անձնական պատմություն, անձնական ապրումներ, համադրելը հեշտ է տրվում։ Բարդ է ու շատ հեշտ շեղվում ես իրական այդ կոնցեպտից, որովհետև միշտ պետքա հետևես քո կոնցեպտին, որ ընտրել ես, բայց շատ հեշտ է իրանից շեղվելը ու ես մի քանի անգամ ինձ հետ եմ բերել այդ բուն իր արմատներին թեմայի, որպեսզի հնարավորինս ինքը ամբողջական նայվի։ Փառք Աստծո, ես ունեմ իմ կուրատորը, իմ սիրելի մայրիկը, որ արդեն բազում տարիներ կուրատոր է եւ ոչ միայն իր համար, ինքն էլ է գեղանկարչի, այլ նաեւ լիքը ուրիշ նկարիչների համար, եւ երբ ինքս ինձ ես կորցնում եմ գեղանկարչության մեջ, ինքը մի հատ ինձ հավաքում է զրույցով ու հուշումներով, ու նորից ես շարունակում եմ ճիշտ ձևի ստեղծագործել։ Քանի աշխատանք է ընդհանուր ներկայացվել։ Ընդհանուր առմամբ լինելու են 25, մի քիչ սիմվոլիկ եմ ընտրել, որովհետև այս տարի իմ 25-ամյակն է լրանում, ու որսի տենց ինչ-որ սիրուն թվով ամփոփեմ այդ ցուցահանդեսը, դրա համար 25։ Իսկ քանի որ արդեն որոշվել էր 25, բայց աշխատանքները շատ էին, հետաքրքիր է ընտրություն կատարելու հարցում ինչպես է կողմնորոշվել, գուցե մայրիկն է օգնել, գուցե դու ես թափվել եւ նորից որոշել չէ, էմոցիաները պետք չեն, այլ հանդիսատեսը սա կուզի տեսնել, սա կուզի։ Հանդիսատեսի աչքով նայել ես։ Հանդիսատեսի աչքով չեմ նայել, ոչ, ընտրել եմ ավելի շատ հենց կոնցեպտի թեմայով, ասում եմ, որ մեկ լինում էր, որ շեղվում էի, հանել եմ այն ամենը, ինչ որ ավելորդ է, եւ թողել եմ հենց բուն իր այդ շարքի մի քիչ այդ պարզ զգացվող ընթացքի հավաքածուն, տենց։ Իսկ այս շրջանում ինչ ապրումներ եւ էմոցիաներ կա, որոնք հետագայում մենք կտեսնենք արդեն նկարի տեսքով։ Իրականում, երբ ստեղծագործում ես, կտրվում ես աշխարհից ու սկսում ես երկխոսություն ինքդ քեզ հետ ու ավելի շատ հասկանում ես ինքդ քո ներքին աշխարհը, այդպեսի մի շրջան եմ հիմա ունեցել, այս մեկ ամսվա ընթացքում ես լիարժեք sense փակվել էի արվեստանոցում ու քաղաքից մի քիչ դուրս է այդ բնության գրքում շատ ավելի տրամադրող է, որպեսզի ավելի անկեղծ ստեղծագործես ու փորձել եմ հնարավորինս շատ նաև կողքից ինքս
ինձ ավելի գրագետ ներկայացնելու համար լսել արվեստագետների, արվեստաբանների, ժամանակակից արվեստ ուսումնասիրել, որը ավելի մեծ ազատություն է տալիս ու չկրկնվելու հնարավորություն, որպեսզի հնարավորինս դու ինքդ դու լինես քո կտավի առաջ։ Արփի ասացիք, որ եւ ֆիլմարտադրությամբ եք զբաղվել եւ նորաձևությամբ, բայց գեղանկարչությունը միշտ ակունքներում եղել է, բայց այդ երեքի ամբողջությունն է հենց արփին ինքը եւ առանց որի հնարավոր չեք համարում ձեր կյանքը։ Չեմ ուզում նշել առանց որի հնարավոր չեմ համարում, որովհետեւ երբ ստեղծագործող ես բնույթով, քեզ էական չի թե դու որ մեթոդով ես ստեղծագործում, դա կլինի ֆիլմ, կլինի հագուստ, թե կլինի գեղանկարչություն, կամ կարող եմ մի օր քանդակել ավելան, այսինքն մեթոդը ստեղծագործելու արտահայտչական միջոցը էական չի, ու երբ դու անդադ զարգանում ես, քեզ միշտ նոր մեթոդ է ցանկալի լինում ու նոր բաներ ուսումնասիրելն է հետաքրքիր դառնում։ Օրինակ հիմա ես տենց կես տարի առաջ մասնակցում էի որպես կազմակերպչական թիմում Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի փառատոնում ու դրանից հետո էլ ավելի խորացա անիմացիոն ոլորտի մեջ ու հիմա փորձում եմ կամաց ինքս իմ պրոյեկտը այդ թեմայի մեջ եւս ներքաշել, դեռ սցենար եմ գրում, կերպարներին եմ հավաքում եւ այլն, այսինքն էլի դու չես կաղապարում քեզ մեկ մեթոդի մեջ, դու ուղղակի ստեղծագործում ես ու ինչքան լայն լինի քո հնարավորությունները, այդքան ավելի լավ, իսկ այս դարում ամեն ինչ հնարավոր է, որովհետև ամեն ինչ հասանելի է։ Շատ լավ, շնորհակալություն, որ ժամանակ գտար եւ եկար, քանի որ քեզ ճանաչելով արդեն մենք գիտենք, թե որքան նուրբ զգացումներ ես դրել, ապրումներ ես դրել նկարների մեջ եւ հուսով ենք, որ արդեն հուլիսի 11-ից մարդիկ կկարողանան գալ եւ այդ ապրումները զգալ, կփոխանցվի նրանց քո դրած էներգիան նկարների մեջ։ Այո, սիրով կսպասեմ բոլորին եւ այնտեղ կլինեմ ամբողջ ընթացքում, ցուցահանդեսը 11-ից 20-ն է լինելու, ցուցահանդես վաճառք է իրանով, այսինքն կարող եք նաեւ ձեռք բերել նկարները եւ սիրով կսպասեմ զգալու այն ինչ որ փորձել եմ փոխանցել հետաքրքիր նաեւ ունենալու եմ գրքույկ ինչպես եւ ավանդույթ է արդեն դարձել որպեսզի մարդիկ իրենց զգացմունքները գրեն եւ հուսով եմ որ լիարժեք անկեղծ կլինեն այդ առումով եւս կհասկանաք որքանով են վերադարձնում ձեր զգացմունքները շնորհակալություն Արփի շնորհակալ հեռուստադիտողներ նկարչուհի եւ պրոդյուսեր Արփի Չոբանյանի հետ էինք զրուցում նրա Սիրոպարը խորագրով ցուցահանդեսն է արխիվում այնպես որ կարծում եմ ամառը բոլոր առումներով մշակութային հատկապես թեժ է Երևանում այո գնանք Փյունիկ զարգացման կենտրոն հուլիսի 11-ից 20-ը գնացեք դուք էլ դասեք մասնիկը մենք կհանդիպենք քիչ անց Ամփոփվեց մեր շաբաթօրյա Բարև երկիրը, սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ առավոտը ձեր սուրճն ու թեյը կիսեցիք մեզ հետ, մենք էլ որքան հնարավոր է կարողացանք ձեզ լավ տրամադրություն փոխանցել։ Այո, ինչպես մենք սիրում ենք ասել, ամիսներ շարունակ ամեն շաբաթ մենք պատրաստվում ենք, որպեսզի թե ձեր, թե մեր շաբաթը եւ կիրակին անցնի լավ։ Այս տաղավարում թերևս բացեն գաղտնիքը, սա մեր վերջին հանդիպումն էր ձեզ հետ։ Մյուս հանդիպումը կլինի այլ վայրում, բայց այս տաղավարին, այո, հանդիպում կլինի, այո, բայց ինչպես ասում են, ամառ է, պետք է բոլորը հանգստանան, սա թերևս այս տաղավարից մեր վերջին հանդիպումն է սիրելի հեռուստադիտողներ։ Ես հատկապես ուզում եմ ձեզ ասել, որ շնորհակալ ենք մեր կողքին լինելու, ձեր առավոտները մեզ հետ կիսելու համար։ Ես էլ մնում եմ որպեսի հիշեցնեմ մեր գործընկերներին, որոնք այո շատ հավատարիմ մեր կողքին էին, նրանք են Տունդեպո խանութսրահ եւ Dream Park հանգստյան գոտին, որտեղից այնուամենայնիվ կասեմ մեր հաջորդ հանդիպումն է կայանալու, սիրելի հեռուստադիտողներ։ Բացեցի գաղտնիքները մեր։ Բացեցի, թող անոնս լինի, ոչինչ։ Նաեւ հիշեցնեմ այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքները, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակները առողջ եղեք։ Կհանդիպենք։